Նախ այսօրվա հրապարակված այդ փաստաթղթի լուսանկարի վերաբերյալ, որի տակ 10-ից ավելի եպիսկոպոսների անուններ կային եւ ստորագրություններ իհարկե ոչ բոլորի։ Այս մասով դուք տեղեկություն ունեք, այդ փաստաթուղթը իրականում գոյություն ունի, թե այսպես կեղծ փաստաթուղթ է, որովհետեւ եպիսկոպոսներից մեկը նշեց, որ ինքը տեղյակ չէ եւ ստորագրությունն էլ անգամ տեղյակ չկա, հա, այնտեղ։ Մենք էլ ձեզ նման մամուլից ենք իմացել եւ մենք չգիտենք վավերական է թե վավերական չէ, դրա համար որևէ մեկնաբանություն ես այս բանին չեմ կարող տալ։ Այն ընդհանրապես կարող եմ ասել, որ հայ եկեղեցին միշտ ամուր է, հայ եկեղեցին միշտ միասնական է, իսկ եթե մեկը իրեն հայ եկեղեցու միությունից, միասնականությունից, ամրությունից դուրս է դնում, դա իր խնդիրն է։ Եվ այդ մեկով, երկուսով, երեքով եկեղեցին չի կազմաքանդվում, եկեղեցին չի կազմալուծվում, որովհետև եկեղեցին դա աստվածային հաստատություն է եւ եկեղեցին ունի ուխտապահ դաս եւ այդ ուխտապահ դասը երբեք չի կարող նվազել, երբեք չի կարող սպառվել եւ ամենակարևորը սա եւ հոգեվորականների դեպքում եւ աշխարհականների դեպքում եկեղեցին ունի ինքնամաքրման հատկություն որպես աստվածային հաստատություն, որպես Քրիստոսի խորհրդական մարմին։ Եթե այդ մարմնի մեջ ինչ-որ գոյացություն է առաջ գալիս, այդ մարմինն ինքն իրեն այդ գոյացությունը հեռացնում է։ Այնպես որ եկեղեցու անսասանության, միասնության առումով որևէ մեկը չի կարող կասկած ունենալ։ Դրացում հարցի ոչ թե առանձին հարց է, ինքնամաքրման հետ կապված Նիկոլ Փաշինյանն էլ է պարբերաբար խոսում։ Ես հոգևորական եմ եւ կարող եմ մեկնաբանել հոգևորականության վերաբերյալ որևէ խոսք։ Հայրասողիկ անգամ վեհափառի հրաժարական այսպես չասեմ, բայց քանի որ իշխանությունները արդեն իսկ լծվել են նրան, որ եթե ժամանակին նախորդիվ ասում էին հաշված օրեր են մնացել վեհափառ Հայրապետին, ապա հիմա մնացել է հաշված ժամեր, դուք այս պարագայում էլ եւս շարունակում եք պնդել, մասնավորապես ազգային ժողովի падգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Գիտեք, ես իրենց մամլո խոսնակը չեմ, որ որևէ մեկին մեկնաբանեմ։ Ես ընդհանրապես որպես եկեղեցական, որպես Սուրբ Էջմիածնի միաբան, որպես պարզ հայ հավատացյալ կարող եմ ասել, անհեթեթ, անիմաստ հարցեր, հարցադրումներ, մտածումներ արտահայտելու կարիքը չկա։ Վեհափառ Հայրապետին, ամենայն հայոց ազգընտիր եւ օծյալ Հայրապետին որևէ մեկը ոչ բարոյական, ոչ էլ կանոնական իրավունք չունի հեռացնելու։ Սա այնպիսի հարց է, որ քննարկման ենթակա չէ։ Իսկ եթե մեկը հոգեխանգարմունք ունի եւ կարող է նման հարցեր բարձրացնել, նման հարցեր քննարկել, նման հարցեր հետապնդել, ես ասելիք չունեմ, մեկնաբանելու բան չունեմ։ Եվ հայրասողիկ ինչի մասին է խոսում այն, որ շուրջ 10 բարձրաստիճան հոգևորական ըստ այդ հրապարակումների դիմել են ամենայն հայոց կաթողիկոսին եւ մի բան էլ մեղադրում են, ասում են, որ այդ հրապարակման մեջ նշված է, որ կաթողիկոսը աչք է փակում, ինչպես նշված է հրապարակման մեջ սրբապղծության վրա աջակցում է, սա ինչպես կմեկնաբանեք եւ հոգևորականների այս նախաձեռնությունը արդյոք չի խոսում այն մասին, որ հոգևոր իշխանությունում պառակտում կա։ Իսկ դուք վստահ եք, որ վավերական է այդ գրությունը։ Դրա համար ասում եմ ըստ այդ հրապարակում։ Մենք վստահություն չունենք, հետեւաբար ասելիք չունենք։ Ինչու մայրաթորը չի հերքում, չի տարածել, չէ՞։ Մայրաթորն է տարածել, որ մայրաթորը հաստատի կամ հերքի։ Ով որ տարածել է, դիմեք իրենց, փորձեք հաստատեն, հիմնավորեն, եկեք մեզ էլ ասեք, որ այդպես է, մենք էլ ասենք, գիտեք ինչ, այսպես է կամ այնպես է։ Եթե մի բան հաստատված չէ, եթե մի բան գոյություն չունի, ինչու ենք այդ հարցերին անդրադառնում։ Կներեք, բայց այս դեպքում հայրասողիկ ինչպես է ստացվում, որ օրինակ մայրաթորի պաշտոնական էջում Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված հայտարարությունը կեսգիշերին հայտնվում է, բայց սա որ ընդհանուր եկեղեցուն է առնչվում եւ բոլորին խառնել է իր լրատվական դաշտ, հասարակություն, քաղաքական գործիչներ, մայրաթորի էջում մի երկու տող հայտարարություն չի տարածվում։ Մենք դիմում ենք լրատվական դաշտին, որպեսզի իրենք հետաքննություն իրականացնեն եւ տեսնեն արդյոք իրականությանը համապատասխանում է թե չի համապատասխանում։ Եվ եկեք մեզ մայրաթորից միաբաններին ասեք նման բան կա կամ չկա։ Մենք էլ մեր դիրքորոշումը կարտահայտենք։ Եթե լրատվական հետաքննությունից ենք խոսում, նաև կողմերին հարցեր տալու ժանր կա, թեմային առնչվող կողմերին, այս դեպքում մայրաթորին։ Մենք կողմ չենք։ Մենք կողմ չենք։ Մենք մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանություն ենք։ Ասեք չարախոսները կեղծ տեղեկություն են տարածում, ինչու դա չի ասում։ Բայց ոչինչը ոնց կարող ես հերքել։
Դե եթե չի երկվում տեղ է մնում, հատկապես որ որոշ եպիսկոպոսներ ում անունը ներողությունում անունը նշված է այդ հայտարարության տակ, իրենք չեն հերքում, ասում են, երբ որ ստորագրելու լինենք, կհայտարարենք այդ մասին։ Դե եթե այդպիսի բան են ասում, դուք իրենց հարցրեք, ինձ ինչու եք հարցնում։ Ձեզ հարցնում եք, արդյոք մայրաթոռը ունի այդ փաստաթուղթը, թե ոչ, եկել է նման փաստաթուղթ մայրաթոռ, թե ոչ։ Եթե մայրաթոռում նման բան լիներ, մայրաթոռը դրա մասին կիրազեկեր։ Մայրաթոռը եթե հանդես չի եկել հայտարարությամբ, որևէ մեկնաբանություն այստեղ անիմաստ է եւ ժամավաճառություն է։ Ուղղակի այստեղ նաև ինչով է պայմանավորված մեր այն հարցադրումները, որ հերքեն կամ հաստատեն, որովհետև կային եպիսկոպոսներ, որոնք իրենց ստորագրությունը անձամբ չեն դրել, իրենց փոխարեն ստորագրել են եւ իրենց անվան դիմացել գրած է իտեղ, իրենց փոխարեն այլ մեկը ուղղակի այդ գրությունն է գրել։ Այսինքն տեղյակ են եղել, ասել են, որ այո, համաձայն եմ։ Հիմա մենք ուզում ենք հասկանալ, եկեղեցու ներսում քննարկումներ չեն գնում, հոգեվոր եղբայրները միմյանց հետ չեն հաղորդակցվում։ Տեսակ, որ մենք բոլորս աղոթքից դուրս եկանք։ Դուք էլ եք մասնակցում եւ մենք շատ ուրախ ենք։ Եկեղեցին միշտ աղոթական վիճակի մեջ է։ Եկեղեցին, նորից եմ կրկնում, անսասան է, զորեղ է եւ կարողանում է հաղթահարել որևէ դժվարություն։ Եվ եթե դուք, ինչպես մենք, տեղեկացանք մամուլից, անհիմն մի փաստաթուղթ շրջանառվեց, այս պահին մենք ոչինչ ասել չենք կարող։ Եթե կան անձեր, որոնք կարող են մեկնաբանել, եթե անձեր կան, որոնք հարց են ստանում եւ պատասխան են տալիս, ես իրենց փոխարեն ոչինչ ասել չեմ կարող։ Այնպես որ պետք չէ ժամավաճառությամբ զբաղվել, այլ պետք է սպասել։ Եթե մայրաթոռը ասելիք կունենա, մայրաթոռը պաշտոնապես հանդես կգա։ Կոնկրետ ինչ որ անձի մեկնաբանությունն այստեղ խնդիրը չի լուծի եւ ոչ էլ կօգնի խնդրի լուծմանը։ Հայրազողիկ օրեր առաջ էլ մեկ այլ փաստաթղթի լուսանկար էր հրապարակվել, մասնավորապես 7 հոկանոց հանձնախմբի մասին էր, որը պետք է քններ Արշակ Սրբազանին վերաբերող այդ տեսագրության վերաբերյալ քննություն պետք է իրականացներ։ Մենք ուզում ենք հասկանալ նաեւ այդ հանձնախումբը ինչպես է ձևավորվել, կաթողիկոսն էլ վեհափառն է ընտրել այդ անձանց եպիսկոպոսների, ինչպես է։ Այդ հանձնախմբի անդամ չեմ, այդ հարցով չեմ զբաղվում, հետեւաբար որևէ ասելիք այդ առումով չունեմ։ Մի բան կարող եմ ասել, անբարոյականություն է, ապաբարոյականություն է ավելի ճիշտ, եթե որևէ հանձնախմբի հետ կապված գրություն հրապարակվում է։ Միայն սա կարող եմ ասել։ Բայց հիմա ես չգիտեմ, այդ փաստաթուղթը իրականում կա, չկա, նման քննարկում կա, թե չկա, բոլորը գիտեք այն, ինչ որ գիտենք նաև մենք, որ այո, այդպիսի մարմին ստեղծվել է եւ այդ մարմինը իր ասելիքը ըստ պատշաճության, ըստ կարգի ներկայացնում է հայոց հայրապետին։ Եվ եկեղեցին ունի ժողովական կառույցներ, որոնք իրավասու են նման հարցերը լուծելու։ Ուրիշ որևէ մեկը լինի հոգևորական եւ աշխարհական։ Եթե մաս չի կազմում այդ ժողովական կառույցի, նա ոչ ասելիք ունի եւ պետք է ունենա, ոչ էլ անելիք պետք է ունենա կամ ունի։ Այնպես որ կխնդրեմ անիմաստ հարցերով որևէ մեկի չծանրաբեռնեք։ Եվ հայրասողիկ հայտարարվեց վարչապետի եւ հոգևոր հայրերի հանդիպման մասին, դուք տեղյակ եք մայրաթոռը լիազորել է այդ եպիսկոպոսներին հանդիպել քաղաքական իշխանության ղեկավարի հետ, թե ոչ։ Ես նախ հայտարարության մասին տեղյակ չեմ եւ որևէ բան ասել չեմ կարող, բայց կասեմ, որ եկեղեցին ունի կանոն, որ որևէ եկեղեցական խոնար աստիճանավորից մինչև բարձր աստիճան պետական իշխանությունների հետ հանդիպելիս պետք է ունենա իր վերադասի, այս դեպքում հայոց հայրապետի օրհնությունը։ Եթե չկա այդ օրհնությունը, նա կանոնազանց է եւ ենթակա է եկեղեցու բարձրագույն հոգեվոր իշխանության ամենախիստ վճռի։ Դուք բացառում եք, որ այդ ստորագրած անձինք, եթե օրինակ պարզվի իրականություն է, դուրս գան ամենայն հայոց կաթողիկոսի դեմ եւ աջակցեն Նիկոլ Փաշինյանի ծրագրին։ Եկեք Նոստրադամոսի կարգավիճակի մեջ մենք մեզ չդնենք եւ ինչ որ գուշակություններ չանենք։ Մենք մեր աղոթքի մեջ ենք, մենք անսասան ենք, մենք խաղաղ ենք,
մենք հզոր ենք մեր լեռների պես։ Այսքանը եւ հայրասիրությունները եւ կներեք մեկ բան տարիներ շարունակ բարձրաստիճան եկեղեցականների հետ կապված տեղեկություններ են շրջանառվել մինչ այս Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը Նավասարդ arczepiskopos Կճոյանի հետ կապված Վազգեն Միրզախանյանի հետ կապված Արաքել Քարամյանի հետ կապված Կոտայքի թեմի առաջնորդը իդեպ նրանք եթե ստորագրություններ բարձվի ճիշտ է իրենց այդ մամուլում արկա խնդրառույց հրապարակումներով հանդերձ վարչապետին աջակցում են ինչ եմ ուզում հարցնել ինչու մենք ունենք այսպիսի իրավիճակներ որ տարբեր տարիներին եկեղեցականների հետ կապված սկանդալներ են կապել Բենտլիներ ունեցվածքներ կին երեխա սա ինչի մասն է Գիտեք նման հարցերին կարող են պատասխանել նման տեսակետներ, նման խոսույթներ շրջանառողները։ Իրենց գտեք, իրենց հարցրեք, ինչու են նման բաներ անում։ Չկան նման կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներ։ Գիտեք, մենք բոլորս մարդ ենք, եւ Աստվածաշունչ Մատյանն ասում է, որ մարդս, քանի այս երկրի վրա է, նա Տիրոջ առջև մեղավոր է։ Այսքանով կարող ենք սահմանափակվել։ Կան թե չկան։ Ինչ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներ։ Այսինքն Դե դուք չեք լսել Չէ, ես չեմ լսել։ Նիկոլ Փաշինյանն ասում է ամենայն հայոց կաթողիկոսը իդեպ դիմելով Ավազանյանով ասում են կուսակրոնության ուխտը խախտում։ Անհեթեթ խոսվածքները, խոսքերը, արտահայտությունները մեկնաբանության ենթակա չեն։ Ես այդ առումով ասելիք չունեմ։ Ամեն հիմարության, ամեն անհեթեթության մասին եթե մենք խոսենք ուր կհասնենք։ Անհեթեթություն է։ Անհեթեթություն է։ Դուք ասում եք անհեթեթություն, բայց երբ որ երկրորդ կողմից արձագանք չի լինում, օրինակ մեր հասարակությունը բազմաշերտ է ասում են, եթե լռում է, ուրեմն մի բան կա։ Ինչու է դիրքերից չեք նայում հարցին։ Հարցը ասված անհեթեթ է, բնականաբար այն պատասխանի արժանի չէ։ Ես ասելիք չունեմ։ Եկեք այսքանով վերջացնենք, ցուրտ է, ես վերարկություն եմ։ Ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի անունը վերջին հարցն եմ տալիս։ Զեղչելու վերաբերյալ Պարսաստիճան եկեղեցականների ներկայությամբ զեղչվել է ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Հենց այստեղից սկսված դուք չնայած որ ձեր խոսքում անընդհատ ասացիք, որ անսասան է հայոց եկեղեցին, բայց երբ թեմի առաջնորդի ներկայությամբ եւ լուր համաձայնությամբ զեղչում են կաթողիկոսի անունը, արդյոք հենց այստեղից հարց չի ծագում, որ եկեղեցականները իրենց ներսում ունեն տարաձայնություններ։ Եկեղեցականները այո, մասնավորապես նաև Արագածոտնի թեմի քահանաներից մեկը կարգալույց հռչակված նշում էր, որ թեմակալ առաջնորդի անունը զեղչել է զուտ անձնային խնդիրներ ունենալով, տարաձայնություններ ունենալով, այսինքն անձնային խնդիրները ավելի վեր են, քան հոգևոր։ Տեսեք, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը այդ ամենի վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ Ես հավելելու բան չունեմ։ Որևէ եկեղեցական Ինչպես որ ասվել է Մայրաթորի պաշտոնական հայտարարության մեջ, իրավունք չունի եկեղեցական կարգը, եկեղեցական կանոնը շրջանցելու, կրճատելու եւ այլն եւ այլն։ Դա կանոնազանցություն է եւ բնականաբար եկեղեցու համապատասխան մարմինը իր վերաբերմունքը արտահայտել է եւ արտահայտում է եւ կարտահայտի։ Դա քննարկման ենթակա չէ։ Եկեղեցին ամուր է Եկեղեցին միասնական է, եկեղեցին խաղաղ է եւ եկեղեցին ի վիճակի է որպես աստվածային հաստատություն հաղթահարելու բոլոր դժվարությունները, բոլոր գայթակղությունները։ Մնանք աղոթող, որ Աստված միշտ մեզ պահապան լինի եւ առաջնորդ լինի։ Եվ հայրասողիկ ինչու բոլոր սրբազաններ ինչու բոլոր հավատացյալներից օրինակ Մայրաթորում փակցնել մեկի Սամվել Կարապետյանի լուսանկարը նա բոլոր հավատացյալներից ինչով է տարբերվում։ Որտեղ է փակցված Սամվել Կարապետյանի լուսանկարը։ Չկա վեհարանում ինչ։ Մայր տաճարում կախված է։ Մայր տաճարում չէ, որ ասում եմ Մայրաթոր նկատի չունեմ եկեղեցին։ Կախված է դա ում խնդիրն է։ Իսկ ինչ վերաբերում է իր նկարին, եթե հիմա այդ հարցն եք տալիս, ասեմ, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում դարեր շարունակ ավանդույթ է եղել, որ ի մեծարումն եւ հորինակ այլոց մեր բարերարների նկարները նվիրագործված
հայրապետական օրհնությամբ զետեղվել են այն հաստատություններում, որոնք կառուցվել են, որոնք վերանորոգվել են այդ անձանց բարերարությամբ։ Դեռ Վազգեն Վեհափառի օրոք Հայկաշենի հայրապետական ամառանոցում կախված է եղել Հայկաշենի ամառանոցի կառուցող բարերարի նկարը։ Դեռ Վազգեն Վեհափառի օրոք Ալեք եւ Մարի Մանուկյան գանձատանը կախված է եղել Ալեք Մանուկյանի նկարը։ Եվ բնականաբար Գարեգին II Վեհափար հայրապետի օրոք այն շենքերը Մայրաթորի, որոնք կառուցվել են, որոնք վերանորոգվել են մեր ազգային բարերարների աջակցությամբ, ի հարգանս իրենց եւ հորինակ այլոց այդ նկարները կախված են եւ որևէ մեկը բարոյական իրավունք չունի շահարկելու այդ ավանդույթը, որը նվիրագործվել է դարեր շարունակ եւ այն գործել է սկսած 19-րդ դարից։ Սա ուղղակի ես ի հարգանս ձեզ այս հարցին պատասխանեցի, որովհետև այդ հարցը նույնպես անհեթեթ հարց է, չէ, դուք պետք է տաք այնպիսի հարցեր, որոնք հիմնավոր են, որոնք արժանի են պատասխանի, բայց այս նման անհեթեթ հարցերը դուք մի տվեք, եւ այդ անհեթեթություններ ծնունդ տվողներին էլ մի արժևորեք այդ հարցերը շրջանառելով։ Այդպիսի մարդիկ եկեղեցական ավանդությունից, եկեղեցական նվիրական կարգ ու սարքից անտեղյակ մարդիկ են։ Այսինքն, անհեթեթությունը դա մարդու արժեքի կամ անարժեքի հետ կապ չունի։ Մարդը այո, արժեք է, բայց եթե մարդը անհեթեթություն է դուրս տալիս, նրա խոսքը անարժեք է։ Կարծում որ դա եւս մեր եկեղեցուն հարված է, որ անընդհատ այդ շրջանառվող տեղեկությունների հետ կապված, ասենք, անհեթեթություն է, բան է, ինչ խելագարության կանխավարկածից է դրանց չանդրադառնանք, ձեր իրավունքը հարց տալն է, իմ իրավունքը պատասխանելն է, իմ բնորոշումը, իմ մեկնաբանությունը դուք պետք է անմեկնաբան ընդունեք։ Այո, անմեկնաբան պետք է ընդունեք։ Եվ չպետք է մեկնաբանեք իմ տված պատասխանը։ Եթե մեկնաբանում եք, ուրեմն դուք երեկ էլ եմ ասել, նախորդ օրն էլ եմ ասել, եթե դուք պիտի հարց տաք եւ ձեր հարցին ինքներդ պատասխանեք, կամ պատասխանեք այնպես, ինչպես որ դուք եք ուզում, այդ դեպքում ինչ եք ինձ հարց տալիս։ Ձեր պատասխանից նոր հարց է առաջացել։ Ես նոր հարց չառաջացավ, ես ընդհանրապես ասացի անհեթեթություն է։ Կարելի է ես որոշեմ, հարցը առաջանում է, թե ոչ։ Դե ուրեմն հարցը տալուց հետո բավարարվեք պատասխանով։ Եվ պատասխանի մեջ այլ հարց մի փնտրեք։ Եթե չեմ սխալվում 23 թվականին էր, երբ ես մրսում եմ։ Վերջին հարցը Եթե հիվանդացած դուք ինչ Վեհափառի ամանորյա ուղերձը, հա, падգամի հետ կապված դուք քննադատել եք կոշտ հայտարարությամբ եք հանդես եկել հանրային հեռուստաընկերության տնօրինությանը, տեղեկությունն է, օրինակ այս տարի հեռարձակվելու է ամենայն հայոց կաթողիկոսի падգամը ուղերձը, քանի որ դա Ես դեռ չեմ դարձել հանրային հեռուստաընկերության տնօրեն, որ մեկնաբան է։ Դուք կարող եք իրենց հարցնել, մեզ էլ տեղեկացնել։ Շնորհակալ եմ, Աստված օրհնի ձեզ, զորացնի ձեզ, որպեսզի ճշմարտությունը բարձրաձայնեք եւ չտրվեք անհեթեթություններին։ Աստված օգնական բոլորիս։